հետևորդը Քրիստոսի եկեղեցին պիտի լինի այս աշխարհում աղ եւ լույս, եւ եկեղեցին պիտի փնտրի Աստծո փառքը եւ ոչ թե պիտի փնտրի մարդու փառքը։ Մենք մտածեցինք այս համարների շուրջ եւ այսօր շարունակելով մեր հոգեվոր ընթացքը մենք կանգնում ենք մի կարևոր հարցի շուրջ։ Ինչպես մարմնավորենք լեռան քարոզը մեր առօրյա կյանքերի մեջ։ Որտեղից է բխում այդ զորությունը, որպեսզի մենք կարողանանք ապրել այդ կյանքով, որովհետև մենք որպես մարդ արարած տկար ենք, մենք թերի ենք, եւ որտեղից է գալիս այդ ուժը, որպեսզի մենք կարողանանք այդ կյանքով ապրենք, որովհետև մեր սեփական ջանքերով մենք կորստյան կգնանք, մենք ձախողման կգնանք, բայց գիտենք, որ միայն Աստծո օգնությամբ մենք կարող ենք այդ կյանքը ապրել։ Լեռան քարոզը մեզ սովորեցրեց, որ Քրիստոսի համայնքը պիտի ապրի եւ Աստծուն փառավորի։ Սակայն այսօր ուրիշ հատված պիտի ընթերցենք եւ պիտի ընթերցենք առաջի Պետրոս 2-րդ գլուխ 9-12 համարները, որտեղ առաքյալը մեզ բացատրում է, թե ով ենք մենք եւ ում ենք պատկանում մենք, եւ միայն դրա շնորհիվ է, որ մենք կարող ենք ապրել այդ կյանքը։ Այլ կերպ եթե պիտի ասենք, Պետրոս առաքյալը մեզ սովորեցնում է, որ անելը պետք է բխի մեր լինելուց։ Եկեք ոտնկայս Աստծո խոսքը կարդանք եւ որից հետո կաղոթենք։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 9-ից 12 համարները լսենք Աստծո սուրբ խոսքը։ Բայց դուք ընտիր ցեղեք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց, որովհետև դուք ժամանակին ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք, որ ողորմություն չեք գտել, բայց հիմա արժանացել եք ողորմության։ Սիրելիներ, աղաչում եմ ձեզ իբրև պանդուխտների եւ օտարականների, հեռու մնացեք մարմնական ցանկություններից, որոնք կռվում են հոգու դեմ։ Հեթանոսների մեջ լավ վարք ունեցեք, որպիսի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն այցելության օրը։ Ամեն, եկեք աղոթենք։ Սիրելի Հայր, խոնարհվում ենք քո առջևը, Տեր, եւ շնորհակալություն ենք հայտնում քո սուրբ խոսքի համար, որ մեզ առաջնորդում է, եւ քո սուրբ խոսքն է, որ մեզ օգնում է, որպեսզի հասկանանք մեր կյանքի ընթացքը եւ թե ինչպես պիտի ապրենք եւ անունդ փառավորենք։ Հիմա կխնդրենք մեզ իմաստություն տաս եւ օգնես, որպեսզի կարողանանք հասկանանք քո խոսքը եւ մեր կյանքերում մի կատարածենք Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Կարող ենք նստել, սիրելիներ։ Եկեք այսօրվա մեր քարոզը սկսենք մի հարցով, որ գուցե ամենաէական հարցն է մեր կյանքերում։ Ո՞վ ենք մենք։ Ո՞վ ենք մենք։ Երբ ձեզ հարցնում են, թե ով եք դուք, ինչպես եք ներկայանում։ Մենք ինչպես ենք ներկայանում, ես ինչպես եմ ներկայանում։ Ներկայանում եմ իմ մասնագիտությամբ, տիտղոսներով, անձնական ձեռքբերումներով, կամ ներկայանում եմ ում տղան եմ, կամ ում հայրն եմ, չգիտեմ, ում կինն ենք, ում ամուսինն ենք, ամեն մեկս տարբեր ձև ենք ներկայանում։ Եվ մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ ինքնության որոնումը շատ էական եւ կարեւոր է։ Սակայն եւ որ կարդում ենք Պետրոս առաքյալի նամակը, կարծես Պետրոս առաքյալը մեկ այլ հեղափոխական հայացք է ուղղում եւ նրա համար, քրիստոնյայի համար Պետրոս առաքյալը ասում է, որ ոչ թե կարևոր է, թե ով ես դու, այլ կարևոր է ումն ես դու, ում ես դու պատկանում։ Ինչու է սա այդքան կարևոր։ Պատկերացրեք թանգարան,
որտեղ տարբեր տեսակի իրեր կան։ Կա 5 գլխակ, ձեռնափայտ, չգիտեմ, կոշիկ, գլխար, գնդակ, կամ չգիտեմ, տարբեր իրեր։ Այդ իրերը կարծես փոքր արժեք ունեն առաջին հայացքից եւ որ նայես։ Բայց այդ իրերը նշանակալից են, այդ իրերը թանկարժեք են միայն մեկ պատճառով, որովհետև ժամանակին նրանք պատկանել են հայտնի մեծ անձնավորության։ Եթե նույն երկու գլխարկը իրար կողքի դնես, որը ոչ մեկ չի կրել եւ դնես մի գլխարկ, որ հայտնի մեկն է այդ գլխարկը կրել, գլխարկը, ով կրել է հայտնի մեկը, ավելի մեծ գումարով կարող ես վաճառել, ավելի արժեքավոր է։ Եվ կարծես այդ նույն գաղափարը թաքնված է Պետրոս առաքյալի այս խոսքերի մեջ։ Մենք արժեքավոր ենք ոչ թե մեր լավ լինելու, մեր սեփական ձեռքբերումների արդյունքում, որովհետև ես լավն եմ, որովհետև ես տաղանդավոր եմ։ Մեր արժեքը դրանից չի գալիս, սիրելիներ։ Մենք արժեքավոր ենք, որովհետև Աստծո ժողովուրդն ենք։ Ամեն մեկը մեծ արժեք ունեք, որովհետև դուք պատկանում եք Քրիստոսին եւ մեծ գնով եք դուք առնվել։ Թանկարժեք եք ամեն մեկդ։ Ամեն մեկս Աստծո աչքերում մեծ արժեք ունենք եւ դա գալիս է Աստծո մեծ սիրուց եւ ողորմությունից։ Եվ որ առաքյալը սկսում է իր նամակը, սկսվում է այսպես, բայց դուք, եւ այս երկու բառերը կարծես բաժանում են երկու աշխարհների, երկու մարդկանց խմբերի։ Եվ որ կարդանք Պետրոսի նամակը, կտեսնենք, որ սրանից առաջ Պետրոսը ներկայացնում է մարդկանց մեկ այլ խմբի, ովքեր չհավատացին, չընդունեցին Քրիստոսին, ովքեր մերժեցին Քրիստոսին, այն կենդանի վեմին, որ եկավ աշխարհ։ Եվ Պետրոս առաքյալն ասում է, բայց դուք, այս խոսքերով նա կարծես եկեղեցուն դիմում է, զատում է, առանձնացնում է այն խմբից, ովքեր մերժեցին Քրիստոսին եւ դնում է մի նոր սուրբ հարթության վրա։ Դուք տարբերվում եք, որովհետեւ դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ եւ սեփական ժողովուրդ։ Սիրելիներ, այս նախադասությունները, այս արտահայտությունները ժամանակին պատկանել են միայն բացառապես Իսրայելին։ Աստծո ընտրությունը, սրբությունը, քահանայական կոչումը ամենը պատկանել է պատմական Իսրայելին, բայց այսօր Քրիստոսի միջոցով իրականություն է դարձել յուրաքանչյուր հավատացյալի համար։ Կարդալով այս տողերը մենք բացահայտում ենք մի կարևոր ճշմարտություն։ Եկեղեցին ոչ թե Իսրայելին փոխարինողն է, այլ նրա լիարժեք կատարումն է Քրիստոսի մեջ։ Եվ առաքյալը նոր ինքնություն չի ստեղծում, այլ օգտագործում է 5 կտակարանի խոսքերը ցույց տալու համար Աստծո ծրագրի անխզելի կապը։ Եվ այս մեր ինքնությունը, նոր ինքնությունը Քրիստոսով է, որ ամեն մեկիս համար իրականություն է դարձել։ Եվ նորից են կրկնում, սա մեր լավ լինելու արդյունքում չի։ Նրանից չէ, որ մենք տաղանդաշատ ենք կամ տաղանդներով լեցուն ենք, այլ միայն Աստծո ողորմության արդյունքն է։ Առաքյալը 5 կտականից մեջբերում է անում հայտնի մարգարեական խոսքը եւ ասում է դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո սեփականությունն եք։ Դուք Աստծո ժողովուրդն եք։ Եվ եկեղեցին չի եկել փոխարինելու Իսրայելին որպես երկրորդ տարբերակ, որպես պլան B, այսպես ասած։ Եկեղեցին եկել է եւ ժառանգել է եւ կյանքի է կոչել այդ նույն լուսավոր առաքելությունը, որ դրված էր Իսրայելի վրա։ Լույս լինել, օրինակ լինել բոլոր ազգերի համար։ Աստծո սքանչելի լույսը սփռել աշխարհում։ Այնինչ նախկինում հեռու էր ամեն մեկիցս, այսօր Քրիստոսով իրականություն է դարձել եւ հասանելի է ամեն մեկիս համար։
Աստծո ժողովրդի առաքելությունը բոլոր ժամանակներում եղել է մեկը, սիրելիներ, լույս լինել հեթանոսների համար եւ հռչակել նրա սուրբ առաքինությունները։ Եվ այսօր այդ սուրբ պատասխանատվությունը դրված է եկեղեցու ուսերին։ Այդ սուրբ պարտականությունը դրված է քո ուսերին, դրված է իմ ուսերին, որ կանչված ենք ամեն մեկս լինելու Քրիստոսի ներկայությունը, ցույց տալու Քրիստոսին այս աշխարհի վրա։ Սակայն սիրելիներ, մենք պետք է դասեր քաղենք պատմությունից։ Պատմական Իսրայելը ընկավ մի վտանգավոր թակարդի մեջ։ Նրանք սիրեցին, որ իրենք Աստծո ընտրյալ ժողովուրդն են։ Սիրեցին արտոնությունները, որ ունեին, բայց մոռացան իրանց կոչման մասին։ Փոխանակ նրանք օրհնություն լինելու ազգերի համար ինչ արեցին, նրանք առանձնացան։ Կարծես ցանկապատով իրենց պատեցին եւ ասեցին, որ մենք ենք միայն Աստծո համար կարևորը, եւ առանձնացան։ Սակայն այսօր եկեղեցին կանգնած է, սիրելիներ, թակարդի մյուս կողմում։ Եկեղեցին կարծես առանձնացած չէ աշխարհից, բայց այսօր շատ եկեղեցիներ ձախողվում են միայն մեկ պատճառով, որովհետև չափից ավելի նմանվում են աշխարհին։ Աշխարհի սկզբունքները մտնում են, թափանցում են եկեղեցու մեջ, եւ եկեղեցին փորձում է հարմարվող լինել, փորձում է արդիական լինել, փորձում է ընդունելի լինել մշակույթի համար եւ կամաց ձուլվում է աշխարհի բարքերի հետ։ Եկեղեցին, սիրելիներ, երբ սկսում է խոսել ու մտածել աշխարհի պես, եկեղեցին կորցնում է իր քրիստոնեական ինքնությունը։ Դուք ամեն մեկը եկեղեցու մի անդամ եք։ Եկեք ամեն մեկս մեր կյանքերին նայենք։ Արդյոք մենք նմանվել ենք աշխարհին։ Արդյոք որդեգրել ենք աշխարհի սկզբունքները, թե ապրում ենք Քրիստոսի բերած արքայության չափանիշներով, լեռան քարոզի չափանիշներով։ Որն է մեզ համար առաջնայինը։ Մեր զորությունը, սիրելիներ, ոչ թե աշխարհին ձուլվելու մեջ է, այլ նրանից տարբերվելու մեջ է։ Այո, մենք որպես եկեղեցի ապրում ենք աշխարհի մեջ, բայց պիտի տարբերվենք աշխարհից։ Տարբերվենք աշխարհից մեր սրբությամբ, մեր ապրած կյանքով եւ ցույց տանք Աստծո սքանչելի առաքինությունները, հռչակենք Աստծո առաքինությունները։ Եվ այդ առաքինությունները ինչպես պիտի հռչակենք, սիրելիներ։ Նախ մեկ պիտի գիտակցենք ում ենք պատկանում։ Եվ դրանից գալիս է երկու պայման։ Առաքյալը երկու ճանապարհ է ցույց տալիս։ Ներքին սրբություն, երբ ամեն մեկս անզիջում պայքար ենք մղում մեր մեղքերի դեմ, եւ երկրորդը արտաքին ընթացքը, գեղեցիկ եւ լուսավոր կյանքը, որ ինքնին դառնում է քարոզ աշխարհի համար։ Նայեք 11 համարն ինչ է ասում. Սիրելիներ, աղաչում եմ ձեզ իբրև պանդուխտների եւ օտարականների, հեռու մնացեք մարմնական ցանկություններից, որոնք կռվում են հոգու դեմ։ Սիրելիներ, մենք հաճախ սարսափում ենք տեսանելի ու բացահայտ մեղքերից։ Մենք մատնանշում ենք տեսանելի եւ բացահայտ մեղքերը, բայց իրականության մեջ այնինչ թաքնված է մեր ներսում, մեր սրտի խորքերում, որոնք արտաքուս չեն երևում այդ մեղքերը, հպարտությունը, նախանձը, ատելությունը, նույնքան վտանգավոր են եւ միգուցե ավելի վտանգավոր են եւ կործանարար, քան երևացող եւ այդ տեսանելի մեղքերը, քանի որ այդ մեղքերը խոցում են մեր հոգին եւ վշտացնում են Աստծո հոգին։ Այն մեղքերը, որ չենք տեսնում, որ տեսանելի չեն, միգուցե ավելի վտանգավոր են։ Դրանք նման են արմատների, պատկերացրեք ծառի արմատների, որոնք հողի տակ են, որոնք չեն երևում, բայց այդ արմատներից է գալի ծառի առողջությունը։ Եթե արմատները, եթե ներսը հոտած է, եթե ներսը նեխած է, եթե արմատը վտանգված է,
ծառը երկար կյանք չունի։ Եվ շատ ժամանակ, սիրելիներ, մեր ձախողությունների, մեր խնդիրների համար մենք մեղավորներ ենք գտնում ամենուրեք բացի նայելով ինքներս մեզ։ Մենք կարող ենք ամեն մեկին մեղավորել։ Ասենք ինքն է մեղավոր այս աշխարհի խնդիրների մեջ, եկեղեցու խնդիրների մեջ։ Քրիստոնյան չպետք է մեղադրի, սիրելիներ, ոչ պետությանը, ոչ ժամանակին։ Այո, առողջ քննադատություն պիտի ունենա, բայց առաջին հերթին պիտի նայի իր ներսը։ Տեսնի ինչ է կատարվում իր ներսում։ Միշտ հեշտ է մեղքը բարթել ուրիշի վրա։ Կռիվ է ընտանիքում, կինս է մեղավոր, կռիվ է երեխաս է մեղավոր, եղբայրն է մեղավոր, չգիտեմ, հարսը, կեսուրը, ամեն մեկը մեղավոր են, բայց ոչ իրենք։ Եկեղեցում խնդիր կա, եկեղեցու անդամներն են մեղավոր, եկեղեցու սիստեմը չի ճիշտ, մարդ չի ուզում իր ներսը նայի, ինչից է, որ այդ խնդիրները կան։ Եվ մենք որպես քրիստոնյա առաջին հերթին պիտի գիտակցենք, որ մենք պիտի նայենք ամեն մեկս մեր ներսը։ Եվ պետք է որպես քրիստոնյա պատրաստ լինենք, ինչպես զինվորը կանգնած է սահմանի վրա, պատրաստ լինի, զգոն լինի եւ պայքարի իր մեղքերի դեմ, եւ անզիջում պայքար պիտի մղի իր մեղքերի դեմ։ Արյուն թափելու չափ պետք է պայքարի, որպեսզի մեղքերից հեռու մնա։ Եվ սիրելիներ, մենք որպես եկեղեցի, մեր առաքելությունը ոչ թե մարդկային բարոյականության բարձրացումն է, այլ ամեն մեկին Քրիստոսի հաղթանակին հաղորդակից դարձնելն է։ Լոկ բարոյական կյանքը չի կարևոր, այլ մենք պետք է կարողանանք հասկանանք, որ պայքարում ենք մեր մեղքերի դեմ, որպեսզի Քրիստոսի հաղթանակին հաղորդակից լինենք։ Եվ մենք գիտակցում ենք, որ մեր սեփական ջանքերով մենք իզորու չենք։ Դրա համար մենք խնդրում ենք Աստծո ողորմությունը, խնդրում ենք, որ Աստված մեզ օգնի, որպեսզի կարողանանք պայքարենք մեր ներսի մեղքերի դեմ, այդ թաքնված մեղքերի դեմ, որ մեզ տանում են կործանման։ Միայն, սիրելիներ, եւ որ պայքարենք մեր մեղքերի դեմ, եւ որ կարողանանք հաղթանակ տանենք մեր մեղքերի դեմ, այն ժամանակ կարող ենք կենթանի վկաներ լինենք այս աշխարհի մեջ, ցույց տանք Քրիստոսին։ Եթե ոչ, ապա մենք պիտի ձախողվենք։ Եվ որ մենք ձերբազատվենք, մենք ազատագրվենք այդ մեղքերից, մեր կյանքը դա կդառնա լուսավոր եւ գեղեցիկ ձևով, մեր ապրելակերպը կգրավի մարդկանց։ Նայեք, Պետրոս առաքյալը ինչ է ասում 12-րդ համարում. հեթանոսների մեջ ձեր վարքը պատվով պահեք, որպեսզի նույնիսկ եթե նրանք ձեզ չարագործ համարեն, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն։ Առաքյալը հստակ գիտակցում է, որ գիտեք, մարդիկ կլինեն միշտ կբամբասեն ձեզանի, կխոսեն իբրև չարագործներ, եւ առաջի դարի եկեղեցուն ինչքան մեղադրանքներ կային։ Հույն պատմաբան Տակիտոսը, կներեք, Հռոմեացի պատմաբան Տակիտոսը, միշտ մեղադրում էր քրիստոնյաներին, մեղադրում էր, ասում էր, որ իրենք մարդկային ցեղին չեն սիրում, ատում են մարդկությանը։ Հռոմի հրդեհի մեջ ում մեղադրեց Ներոն կայսրը։ Քրիստոնյաներին։ Նույնիսկ եւ որ հաղորդության սեղանի առջև էին կանգնում քրիստոնյաներին մեղադրում էին մարդակերության մեջ։ Այո, տարբեր տեսակի բամբասանքներ կլինեն, կեղծ մեղադրանքներ կլինեն։ Եվ ո՞րն է կեղծ մեղադրանքի հակաթույնը։ Կուզեմ մի պահ մտածենք ամեն մեկս։ Եվ որ քրիստոնյան վարկաբեկվում է, ո՞րն է այդ կեղծ մեղադրանքի հակաթույնը։ Առաքյալն ասում է ձեր բարի գործերը։ Գեղեցիկ ապրելակերպն է այդ մեղադրանքների հակաթույնը։ Աստվածաշնչում եւ որ կարդում ենք այս բարի վարքը ունենալու համար հունարեն կալոս բառն է օգտագործվում։ Ինչու եմ նշում այս բառը։ Որովհետև այս բառը նշանակում է գեղեցիկ եւ գրավիչ։ Գեղեցիկ եւ գրավիչ։ Սա ավելի քան բարոյական ապրելակերպն է։ Սա մի բան է, որտեղ ցույց է տալիս Քրիստոսի գեղեցկությունը։ Քրիստոնեական կյանքը մի ապրելակերպ է, որ իր գեղեցկությամբ
իր ապրելակերպով կամաց գրավում է մարդկանց սրտերը։ Մենք որպես քրիստոնյաներ, սիրելիներ, չպետք է ձուլվենք աշխարհի հետ։ Եթե աշխարհը մեզ մեղադրում է տարբեր մեղադրանքներով, մեր բարի վարքը, այդ կալոս բառը, պետք է այնպիսի լինի մեր ապրելակերպը, որ գրավի մարդկանց, ոչ թե դեպի մեզ, ոչ թե դեպի ինձ, այլ իմ ապրած կյանքը պիտի ցույց տա Քրիստոսին։ Եվ եկեք հարց տանք ինքներս մեզ, արդյոք մեր ապրած կյանքը ցույց է տալիս Քրիստոսի գեղեցկությունը։ Մենք որպես եկեղեցի, մենք չենք կարող կորցնել մեր համը, մենք չենք կարող կորցնել մեր հոտը։ Սկսած մեր խոսելաձևից, սկսած մեր հագուկապից, սկսած մեր ընտանեկան, չգիտեմ, տարբեր առիթների ժամանակ կամ մեր աշխատանքային վայրերում, մենք պետք է պահպանենք քրիստոնեական համն ու հոտը։ Որպես Աստծո ժողովուրդ մենք կանչված ենք, որ մեր գործերի մեջ մարդիկ տեսնեն Աստծո մեծությունը։ Բայց նաև գիտակցում ենք, սիրելիներ, որ կարող ենք մենք մեր լավագույնն անենք, բայց միևնույն է, մարդիկ միշտ վատը կարող են տեսնել։ Եվ այստեղ հիշում եմ մի ճարտարապետի օրինակը, եւ այս ճարտարապետը ասում էր, որ գիտեք ինչ, գնացեք քանդակները փայլեցրեք։ Քանդակները փայլեցրեք ամբողջովին, թե ներսի, թե դրսի կողմը, այն կողմերը, որ նույնիսկ մարդիկ չեն էլ նկատում։ Եվ աշխատավորները միշտ իրար մեջի խոսում են, ասում են, ինչ կարիք կա հետևի մասը փայլեցնենք, ոչ մեկ չի տեսնում։ Եվ այդ հարցումով գնում են ճարտարապետի մոտ, ասում են, ինչ կարիք կա մաքրելու, ոչ մեկ չի տեսնում։ Եվ ճարտարապետն ասում է, որ Աստված տեսնում է։ Դուք ձեր լավագույնն արեք։ Ոչ ոք չի տեսնում, բայց Աստված տեսնում է։ Գիտեք, ձեր լավագույն ապրելակերպի համար կարող են ձեզ բամբասել, կարող են, չգիտեմ, չարաշահել ձեր բարությունը, ինչ պիտի անենք։ Շարունակեք նույն ձև ապրել, որովհետև Աստված է տեսնում։ Այդ սկզբունքը կարող ենք որդեգրել եւ գիտակցենք, որ Աստված տեսնում է մեր ապրած կյանքը։ Պաշտանունքի սկզբում Դանիելի մարգարեությունից կարդացինք, որպեսզի ավելի պատկերավոր լինի մեր քարոզը, նայեք ինչ արեց, ով էր Դանիելը։ Դանիելը պանդուխտ էր, Դանիելը օտարական էր, բայց գեղեցիկ այդ կալոզ վարքն ուներ։ Ապրում էր միտեղ Բաբելոնում, մի մշակույթում, որ օտար էր իրեն հավատքի համար, իրեն արժեքների համար, եւ նրան փորձեցին փոխել, ձուլել։ Փոխեցին անունը, փորձեցին սնունդը փոխել, մշակույթը փոխել, անունը փոխել, կրթությունը փոխել։ Սակայն Դանիելը գիտեր, թե ինքը ում է պատկանում։ Հիշում եք Պետրոս առաքյալի համար արժեքավորը ումն ես դու, ոչ թե ով ես դու։ Դանիելը գիտեր, թե ինքը ում է պատկանում։ Նա պատերազմեց իր այդ ներսի մեղքերի համար, չպղծվեց թագավորական կերակուրներից, չդարավ այդ կոռումպացված իշխանության մի մասը, որ այսօր ցավոք սրտի եկեղեցին փորձում է, որպեսզի ընդունելի լինի այդ մշակույթը որդեգրել։ Դանիելը իր ապրած կյանքով ցույց տվեց Աստծո մեծությունը։ Եվ Դանիելի ժամանակ տարբեր թագավորներ փոխվեցին։ Եվ յուրաքանչյուր թագավորը փառք էր տալիս Դանիելի Աստծուն։ Դանիելը առիթ դարձավ, որ մարդիկ իրեն կյանքը տեսնեն եւ Աստծուն փառավորեն։ Եվ այսօր որպես եկեղեցի սիրելիներ մենք կանչված ենք այդ համը եւ հոտը լինել աշխարհի մեջ։ Սիրելիներ, ամփոփելով այսօրվա մեր պատգամը, եկեք հիշենք, եւ որ այստեղից գնանք, հիշենք, թե մենք ում ենք պատկանում։ Մենք Աստծո ընտիր ցեղն ենք, սեփական ժողովուրդն ենք, եւ դա մեր լավ լինելու պատճառով չէ, դա Աստծո ողորմության արդյունքն է։ Եվ քանի որ մենք պատկանում ենք մեր հորը, մեր կյանքը չի կարող լինել առաջվա նման։ Մենք պիտի փոխվենք, մենք պիտի վերափոխվենք, սրբությունից սրբության գնանք։ Քանի որ մեր ինքնությունից է բխում, սիրելիներ, մեր գործողությունը, եկեք դադարենք մեղավորներ փնտրել մեր շրջապատում։ Եկեք նայենք ինքներս մեզ,
պայքարենք մեր մեղքերի դեմ։ Եվ հիշեք, որ իրական հաղթանակները ծնվում են ոչ թե աշխարհի հետ բախումներով կամ աշխարհին ավելի նմանվելով, այլ որ պայքարում ենք մենք մեր ներսի մեղքերի դեմ։ Եվ թող մեր առօրյա կյանքը լինի այդ գեղեցիկ ապրելակերպը, որտեղ Քրիստոսն է երևում։ Եվ պիտի վերջացնեմ երկու համար իրար միացնելով։ Մատթեոս 5:16-ը, որ երևի բոլորդ անգիր գիտեք, եւ առաջի Պետրոս 2:9 համարը։ Թող մեր ամեն մեկից լույսը այնպես փայլի մարդկանց առջև, որ նրանք տեսնեն մեր բարի գործերը ու փառավորեն մեր երկնավոր Հորը։ Սա Մատթեոս 5:16-ը։ Եվ առաջի Պետրոս 2 համարն ասում է. ով մեզ խավարից կանչեց իր սքանչելի լույսի մեջ։ Ամեն Աստծո խոսքին։